Սյունիքում արտաքին ակտիվացումը լավ նշան է, թե հակառակը, պետք է մտածել ինչ-որ ռիսկեր կուտակելու լավ նշան կարող է լինել, եթե մենք ունենայինք այդտեղ քաղաքական լուծումներ, բայց քանի որ քաղաքական լուծումներ չկան եւ չեն նշмарվում, որովհետեւ իրարամեջ ռազմավարություններ են բախվում հենց նույն ճանապարհների հարցով, իսկ Սյունիքի հանդեպ հետաքրքրությունը գլխավոր առումով հենց դրանով է պայմանավորված։ Քանի որ քաղաքական լուծումներ չեն նշмарվում, այդ ակտիվությունը պարունակում է փակուղի մոտեցնելու ռիսկ, իսկ այդ փակուղիները սովորաբար հաղթահարվում են էսկալացիոն ճանապարհներով։ Եվ այս իմաստով ակտիվությունը այդքան էլ դրական չէ իմ գնահատմամբ, որովհետև լուծումներ համենայն դեպս չեն նշмарվում։ Եվրոպան մի բան է ուզում, Ռուսաստանը եւ Իրանը մեկ այլ բան են ուզում, հնարավոր է Ռուսաստանն ու Իրանը կարող են անգամ ինչ-որ տարբերություններ ուզել, Չինաստանի խնդիրը կա եւ Թուրքիան այդ ամեն ինչում փորձում է Ադրբեջանի հետ այդ բավական շահեկան սակարկությունը անել, այստեղ առաջանում են ռիսկեր, որովհետեւ քաղաքական լուծում չի նշмарվում, որը կբավարարի առանցքային կողմերին։ Բայց ով կմտածեր, որ ֆրանսիական եւ իրանական հիպոթեզությունները կողքի կլինեն մի վայրում։ Իհարկե այդ մասին խոսվում էր վաղուց եւ նաեւ հիշում ենք նույնիսկ որ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում Իրանի դեսպանի հետ էր հանդիպել նախորդ տարի էր կամ 2023-ին Արցախի հայաթափումից հետո էր, բայց կարծես թե բոլոր դեպքերում նաեւ կոմունիկացիա կար Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ, բայց վերջերս էլ տեղի ունեցավ որոշակի լարում, այսինքն Ֆրանսիայի արտգործնախարարը Կաննի կինոփառատոնի առիթով, որտեղ իրանցի այդ այլախոհ ռեժիսոր Փանահիի ֆիլմն էր հաղթել, բավական խնդրահարույց արտահայտություններ էր արել Իրանի վարչակազմի հասցեին, վարչակարգի հասցեին, եւ Իրանը արձագանքել էր կոշտ, Ֆրանսիայի դեսպանին էին հրավիրել։ Հիմա արդյոք Իրան-ֆրանսիական լարվածություն կծավալվի թե ոչ, որովհետեւ եթե ծավալվի այդ լարվածությունը, մենք էլ ինչ որ շոշոփ մեր վրա կզգանք այդ առումով, բայց այստեղ իհարկե գլխավոր խնդիրն այն է, թե յուրաքանչյուրը ինչ խնդիր է լուծում։ Գլխավոր հարցը դա է, Իրանի դիրքորոշումը որոշակիորեն պարզ է։ Ֆրանսիայի դիրքորոշումը առաջացնում է հարցեր, օրինակ Ֆրանսիայի դեսպանը Գորիսում այդ պատվո հյուպատոսությունը բացելիս ասել էր, որ Գորիսը եղել է խաչմերուկ եւ դարձյալ կլինի խաչմերուկ։ Հիմա Գորիսը այո խաչմերուկ էր, որովհետեւ Գորիսով անցնում էր Հայաստանի Իրանի հետ կապող միջպետական ճանապարհը, Գորիս-Կապան ճանապարհը, որը անհասկանալի եւ այսպես շատ մութ պայմաններում հանձնվեց Ադրբեջանին, երբ դրա պարտավորությունը թղթի վրա չկար նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եւ Գորիսի խաչմերուկը այդ ուղղությամբ փակվեց։ Հետո փակվեց Արցախի կորստից հետո նաեւ Արցախյան ուղղությամբ։ Հիմա երբ Ֆրանսիան խոսում է խաչմերուկ դարձյալ լինելու մասին, ինչ է պատկերացնում Ֆրանսիան։ Կապեր որ ուղղությամբ, Գորիսից ճանապարհներ որ ուղղությամբ եւ ինչ ռեժիմով։ Սա շատ էական է, որովհետեւ մենք իհարկե իրավիճակը դատում ենք բարեհունչ հայտարարություններով, որ լսում ենք Հայաստանի մասին, Հայաստանի կողքին լինելու մասին եւ այլն, բայց մենք իսկապես չգիտենք, թե այնտեղ ինչ բովանդակություն է քննարկվում այդ ճանապարհային ռեժիմների իմաստով։ Ֆրանսիան մենք տեսնում ենք, որ բավական ինտենսիվ վերջին շրջանում, բավական ինտենսիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ։ Դրանք իհարկե ներառում են նաև մերձարարևելյան թեմաները, բայց մերձարարևել Կովկաս դրանք շահկապված են, այսինքն հնարավոր չէ այնտեղ ինչ որ բաներ պայմանավորվել, որոնք օրգանապես որևէ կերպ չեն ազդելու նաև Կովկասի վրա։ Հիմա արդյոք Ֆրանսիան կարող է Թուրքիայի հետ Սիրիայի հարցում, չգիտեմ, մերձարարևելքի հարցում ինչ որ բաներ պայմանավորվել եւ դրա դիմաց նաեւ որոշակի պայմանավորվածությունների գնալ արդեն թուրքական մոտեցումների հարցում Կովկասում։ Ամենայն դեպս մենք տեսանք, որ Ալբանիայում այդ եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում բավական ջերմ էին Մակրոնն ու Ալիևը, այն դեպքում, երբ Ադրբեջանը այդպես ընդգծված հակաֆրանսիական դիրքորոշում ուներ եւ ընդամենը ամիսներ առաջ նույն Մակրոնը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նաև նախարարը իհարկե, ոչ միայն Մակրոնը, հայտարարում էին, որ Ադրբեջանը փորձում է իրենց անդրծովյան տարածքներում ներքին գործերին միջամտել։ Եվ Ադրբեջանը բացահայտ ձևով ֆինանսավորում է այդ ապստամբ շարժումները Նոր Կալիդոնիայում, այլ ֆրանսիական գաղութներում։ Եվ հիմա այդ իրողություններից հետո այդպիսի ջերմ շփում Ալիևի հետ, եւ հետո Ալիևը նաև համաներեց ֆրանսիացի քաղաքացուն, որին բանտարկել էր 2024 թվականին Բաքվի մետրոյում ինչ որ վագոններին նկարելու վրա։
Եվ Կայա Կալասը հետո հայտարարում է Եվրահանձնակատար, որը ապրիլի 25-ին Բաքու էր մեկնել եւ Ալիևի հետ այդ միջին միջանցքի վերաբերյալ էր բանակցել, հայտարարում է, որ ահա նուրբ եւ լուրջ դիվանագիտությամբ հնարավոր է հասնել այսպիսի հաջողությունների։ Հիմա ինչի դիմաց է Ալիևը այդ ֆրանսիացուն համաներել, սա եւս հարց է։ Այսինքն այս խնդիրները կան, այս բազմաթիվ հարցերը կան եւ դրա համար եմ նշում, որ այդ ակտիվությունը այս շատ հարցերի եւ շատ քիչ պատասխանների պարագայում այդքան էլ ոգևորող չէ։ Գորիսում հիպատոսությունը ուզում նաև Ռուսաստանը եւ արդեն ձգձգումը բերել է դժգոհության։ Ոչ միայն դժգոհության, պաշտպանության նախարարն ասում է Սյունիքում լարվածության ռիսկը պահպանվում է դեռ։ Ես ենթադրում եմ, որ հենց այդ մթնոլորտն է հուշել այդպիսի Եվ Բելաուսով այդ մասին ասեց դրանից առաջ Ռուբիոն էր խոսել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բռնկման ռիսկ կա եւ փորձում են չեզոքացնել։ Ռուսական հյուպատոսության հարցում անկեղծ ասած իսկապես տարօրինակ իրավիճակ է, որովհետև ռուսները ասում են Երևանին հարցրեք, Երևանը ասում է դեռ քննարկում ենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ հյուպատոսության թեմայի շուրջ հայ-ռուսական այլ թեմաներ են քննարկվում։ Եվ բուն խնդիրը ոչ այնքան հյուպատոսությունն է, ինչքան այդ այլ թեմաները։ Նաև Ֆրանսիայի մասով իհարկե նշենք Իրանի հետ համեմատեցինք, Իրանը գլխավոր հյուպատոսություն բացեց Կապանում եւ սա բավական բարձր է, այսինքն դեսպանատնից հետո ըստ էության դա է հաջորդ աստիճանը դիվանագիտական, իսկ Ֆրանսիան բացեց ամենացածր կարգի պատվո հյուպատոսություն, որտեղ պատվո հյուպատոսը նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացի չէ, այլ Հայաստանի քաղաքացի է։ Իհարկե դարձյալ լավ է, որ Ֆրանսիան այդ հետաքրքրությունը ցուցաբերում է, բայց մենք իհարկե նաև այստեղ կարող ենք հարց տալ, իսկ ինչու հյուպատոսության մտադրություն բարձրաձայնվեց, բայց բացվեց շատ ցածր մակարդակի ներկայացուցչություն։ Ֆրանսիայի դեսպանը բացատրել էր, որ այնտեղ բավարար թվով ֆրանսիացիներ չեն բնակվում, որ հյուպատոսական ծառայությունների համար կարիք լինի հյուպատոսություն բացել եւ այլն, բայց հազիվ թե Սյունիքում այդպես բավարար թվով իրանցիներ օրինակ բնակվում են, ակնհայտ է, որ այստեղ քաղաքական մոտեցումների խնդիր կա եւ ինչու Ֆրանսիան որոշեց ցածր աստիճանով դիվանագիտական ներկայություն ունենալ Սյունիքում, սա եւս հարց է։ Հակոբ, ներքաղաքական առօրյան ինչ է հուշում։ Եթե այդ առօրյայի բովանդակությանը անհամարժեք փորձենք այսպես ավելի եթերային բնորոշում տալ, հուշում է, որ նախընտրական բավական թեժ շրջափուլ ենք մտնում եւ թրիլերային, այսպես ասենք, զարգացումներ են երևի թե արժևում լինելու, մենք տեսնում ենք, որ ընդհուպ քաղաքական ոչ մեկին չի խնայելու։ Չեն խնայելու, իհարկե։ Հիմա ցավոք սրտի աշխարհում կարծես թե որևէ մեկին չի խնայում եւ ներքին կյանքում էլ ցավոք սրտի այդ նույն բանին ականատես կլինենք, մենք տեսնում ենք ընդհուպ քաղաքական իշխանության մակարդակում կոմպրոմատային ակնարկներ են արվում հոգևոր իշխանության հասցեին։ Սա ընտրությունից գոնե տեսանելիորեն հոգևորներն անպատասխան չի թողնում։ Դե ոչ մեկ չի թողնի, այսինքն բնականաբար ինչ որ պատասխաններ կլինեն, թեպետ տեսանք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը պատասխան հայտարարությամբ համենայն դեպս փորձեց չթեժացնել կրակը, այսինքն նոր ցախ չլցնել քաղաքական իշխանության վարած կրակին, բայց համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադիր է շարունակել թեժացնել այդ կրակը, որովհետև այն իրեն շատ անհրաժեշտ է նախընտրական տրամաբանությունից ելնելով մի շարք առումներով, ընդ որում թե ներքին, թե արտաքին։ Ինչ կանի եկեղեցին, ինչպիսի քաղաքականություն կամ ինչպիսի վարքագիծ կորդեգրի այս իրավիճակում, սա դեռ կտեսնենք, որովհետև անկասկած է ինչ որ դիրքավորում պետք է ունենա։ Լավ, եւ վերջինը, այդ process-ն էլ կանխորոշում է Բարսագոն լիգայում ովքեր են լինելու։ Միայն այդ process-ը չէ, իհարկե, շատ բաներ կանխորոշում են նաև արտաքին դաշտում տեղի ունեցող, որովհետև շատ բան կորոշվի, թե այդ արտաքին միջավայրում օրինակ նույն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ ինչպիսի պահանջարկ կձևավորվի։ Կամ նույն տեսանկյունից շատ բան կորոշվի, արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը կհամաձայնեն ընդառաջել Երևանի սպասմանը եւ ստորագրել փաստաթուղթը, որը հնարավոր կլինի կապիտալիզացնել նախընտրական տրամաբանության մեջ, որովհետեւ ակնհայտ է Երևանը այդ ակնկալիքը արտահայտել է Բաքվի եւ Անկարայի ուղղությամբ։ Հիմա կընդառաջեն, ինչ պայմաններ կդնեն, բացի բարձրաձայնված պայմաններից, արդյոք չբարձրաձայնված պայմաններ էլ կդնեն Երևանի առաջ,
Այս հարցերն են իհարկե կանխորոշելու եւ նույնիսկ բացառված չէ, որ հենց այս հարցերի ծանրությունն է, որ Նիկոլ Փաշինյանին օրինակ մղում է այսպիսի առճակատման եկեղեցու դեմ, որովհետեւ արտաքին ընդհանրապես կարծես թե որոշակի այսպես օրինաչափություն է ձևավորվել արտաքին եւ ներքին կորելացիայի իմաստով, որքան բարդ է լինում իրավիճակը, խրթին է լինում իրավիճակը արտաքին միջավայրում, այդքան Նիկոլ Փաշինյանը ներսում գնում է դիմակայություններ սրելու, որովհետև այդ դիմակայություններն են իրեն ուժեղացնում։ Այդ դիմակայությունների պայմաններում է, որ նա թե հոգեբանորեն, թե քաղաքական իմաստով իրեն սկսում է լավ զգալ, այսպես ասենք, եւ իրեն սկսում է կենսունակ զգալ։ Հիմա երբ ներսում այդ դիմակայությունները սրվում են, հիմա տեսնում են եկեղեցու հետ հերթական մի գիծ, սա նաև ստիպում է մտածել, որ արտաքին միջավայրում կան բավական ռիսկեր, որոնք շատ ավելի նշանակալի ազդեցություն են ունենալու Հայաստանի ներքին կյանքի զարգացման վրա։